2026 թվականի պետբյուջեի բացատրագրի հավելվածի 4-րդ աղյուսակում սննդի լաբորատոր փորձաքննության համար հաշիվը ամբողջությամբ զրոյացվել է։ Այնինչ 2024 թվականին տրամադրվել է 40.6 միլիոն դրամ, 2025 թվականին 34 միլիոն դրամ։ Մատնանշելով ձեռքի տակ եղած փաստաթուղթը տնտեսագետն ասում է, նախորդ տարիներին էլ տրամադրած գումարը չնչին է եղել։ Այնինչ երկար տարիներ լինելով սննդի անվտանգության տեսչակամարմնի հասարակական խորհրդի անդամ, պնդում է սննդի վերահսկողությունը պետության ամենակարևոր ֆունկցիաներից է, առաջինը մարդու առողջության համար։ Ըստ սննդի անվտանգության տեսչակամարմնի ներմուծումների ներկրումների ընթացքում պետությունը ըստ կարգի տնտեսվարող սուբյեկտին ուղղորդում է լիցենզավորված լաբորատորիաներ լաբորատոր փորձաքննության ենթարկվելու։ Ինչ վերաբերում է ներմուծվող սննդամթերքի սահմանային պետական վերահսկողության ժամանակ իրականացվող լաբորատոր փորձաքննություններին, ապա դա իրականացվում է ռիսկայնության հիման վրա։ Եվ Հայաստան ներմուծվող սննդամթերքի նկատմամբ հսկողությունը անպայման կատարվում է։ Նմուշառումը լաբորատոր փորձաքննությունը անպայման լինում են, իսկ ներմուծվող սննդամթերքի նմուշառումը անում են ապրանքը տնօրինողի ընտրած հավատարմագրված փորձարկման լաբորատորիաների ներկայացուցիչները, եւ լաբորատոր փորձաքննության համար էլ վճարում է տնտեսավարողը։ Դա սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին օրենքի 16-րդ հոդվածն է։ Տնտեսագետի խոսքով պետականորեն եթե գումար չի տրամադրում վերահսկող կառույցին, ապա դա թողնում է տնտեսվարողի խղճին, քանի որ մեծ ծավալների գումարներ պիտի ծախսի։ Նրա պնդմամբ տնտեսվարողին էլ ձեռնտու չէ, որ որևէ սննդի կամ սննդային հավելումների հետ կապված անհամապատասխանությունների հայտ գան, քանի որ շատ դեպքերում ապրանքներ կան ծախսատար են։ Մի կողմ դնենք, տնտեսվարող սուբյեկտին լրացի ծանրաբեռնելը ֆինանսական միջոցներով, մի կողմ դնենք կոռուպցիոն ռիսկերը, բայց արդյոք պետությունը ունենում է բարձրագույն հավաստիացման աստիճան տնտեսվարող եւ իր կողմից լիցենզավորված լաբորատորիաների համագործակցությունը պետական ֆունկցիան շատ ավելի այսպես արժանահավատ դարձնելու։ Օրինակ դեղորայքը երբ գալիս է առանց փորձաքննության, ապա այն ազդեցություն չի ունենում առողջության վրա, ինչպես որ նշված է, նույնն էլ սննդի դեպքում։ Ըստ ոլորտի փորձագետների, եթե արտերկրում ապրանքը ստուգվել է ու համապատասխանում է տվյալ երկրի չափորոշիչներին, ապա այստեղ էլ պետք է անցնի համապատասխան փորձաքննության։ Օրինակ են բերում մանկական սննդի դեպքում, որը բացառապես ներկրվում է արտերկրից։ Օրինակ մանկական կաթի փոշի, ինչը հաշված 1 կամ 2 տեղական կազմակերպությունների, եթե ներկրվելուց լաբորատոր փորձաքննության չանցնի, ինչպես են հասկանալու դա կփոխարինի մայրական կաթին, թե ոչ։ Քնարիկ Պետրոսյան, ժամը լրատվական։